Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսա Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել։ Գուլոյանը մեղադրվում է 65 դրվագով հողատարածքներ ապօրինի օտարելու, 49 դրվագով պաշտոնեական կեղծիքի, 2 դրվագով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Գործը զգող դատախազն ու քննիչը մեղադրանքից մանրամասներ են ներկայացնում։ Աբովյան քաղաքի համայնքի ղեկավարի պաշտոնը 2008-2015 թվականներին զբաղեցրած Կարապետ Գուլոյանը համայնքապատկան եւ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողակտորները անձնական այլ շահագրգռվածությամբ, իսկ մի շարք դեպքերում հենց շահադիտական դրդումներով ուղղակի վաճառքների կամ կեղծ աճուրդների միջոցով օտարել է Աբովյան համայնքի տարբեր բնակիչների։ Գործադիրի որոշմամբ պետությանը պատկանող 110 հեկտար հողամաս հանձնվել է համայնքին որպես օտարման ոչ ենթակա, որից 65-ը ըստ մեղադրանքի ուղղակի վաճառքների եւ կեղծ աճուրդների միջոցով ապօրինի օտարվել է։ Ի պաշտոն է հանդես գալով որպես հողային աճուրդների կազմակերպիչ, կազմակերպել է կեղծ աճուրդներ եւ աճուրդների արդյունքով 8 հողակտոր իրացրել է իր նախընտրած անձանց, որի հետևանքով խոշոր վնասի, գույքային վնաս է պատճառվել նաև Աբովյան համայնքին։ Գործը քննող քննիչի խոսքով էլ ապօրինի օտարված 65 հողամասերը ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության են։ Այսինքն հանդիսացել են հատուկ նշանակության կանաչապատ տարածքներ, զբոսայգիներ, պուրակներ, որոնց մի մասը օտարվել է Աբովյան համայնքի բնակիչներին, իսկ որոշ դեպքերում օտարվել է Կարապետ Գուլոյանի հետ փոխկապակցված անձանց։ Ապօրինի օտարված 65 հողատարածքներից 2-ի դեպքում Գուլոյանին մեղսագրվում է նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման դրվագ։ Համայնքապատկան հողամասերից 400 քառակուսի մետր մակերեսով հողամասի վրա համայնքի ղեկավար Կարապետ Գուլոյանը կառուցել է սգոսրահ եւ իր հետ փոխկապակցված անձին նշանակելով փաստացի նշված սգոսրահի տնօրեն իրականացրել է ծիսական միջոցառումներ։ Այնուհետև կազմակերպվել են նշված հողամասի նկատմամբ իր հետ փոխկապակցված անձի սեփականության իրավունքի գրանցման գործընթացը, որով փաստացի տվյալ հողամասը անցել է համայնքի ղեկավարի սեփականությանը։ Ըստ քննիչի կազմակերպվել է կեղծ աճուրդ, որով տվյալ հողամասը, ինչպես նաև դրա վրա արդեն իսկ փաստացի կառուցված շինությունը դարձել է Կարապետ Գուլոյանի հետ փոխկապակցված անձի սեփականությունը։ Հետագայում նշված հողամասը եւ դրա վրա կառուցված սգոսրահը, ինչպես նաև Կարապետ Գուլոյանի ընտանիքին պատկանող մեկ այլ ռեստորանային համալիր ընդհանուր 1.5 միլիոն ամերիկյան դոլարով վաճառվել է Աքսեր ՍՊ ընկերությանը, իսկ վաճառքից ստացված գումարները համայնքի ղեկավարի դրդմամբ փոխանցվել են նրա հետ փոխկապակցված անձի եղբոր կնոջ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերում բանցված հաշվի համարներին։ Փողերի լվացման մյուս դրվագով եւս դատախազի խոսքով հողի կեղծ աճուրդ է կազմակերպվել, որի ընթացքում նրան փոխկապակցված անձը հանդես գալով որպես աճուրդի մասնակից պաշտոնական կեղծիքներ կատարելու արդյունքում Կարապետ Գուլոյանի համապատասխան որոշմամբ հայտարարվել է որպես աճուրդի մասնակից եւ այդ հողակտորը օտարվել է նշված քաղաքացուն։ Հետագայում այդ հողակտորը Կարապետ Գուլոյանի հանցակցի կողմից բաժանվել է 3 մասերի, որից մի մասը վաճառվել է Կարապետ Գուլոյանի հորեղբոր կնոջը Անի Հովհաննիսյանին, իսկ մյուս մասը Կարապետ Գուլոյանի հետ փոխկապակցված մեկ այլ անձի։ Այս կերպ ըստ դատախազի Գուլոյանը թաքցրել է տվյալ հողամասի նկատմամբ իր իրական շահառու լինելու հանգամանքը։ 7 տարի Աբովյան համայնքը, 3 տարի Կոտայքի մարզը ղեկավարած Գուլոյանը նախաքննության ընթացքում վերականգնել է ապօրինի օտարված 65 հողամասերի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 261 միլիոն դրամը։ Ըստ քննիչի նա ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքը։ Այժմ նախկին քաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 40 միլիոն դրամ գրավն ու բացակայելու արգելքը։ Լուրերը փորձեց Գուլոյանի պաշտպանից եւս դիրքորոշում ճշտել մեղադրանքի վերաբերյալ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Դատախազությունը նաև 65 հողատարածքները համայնքին վերադարձնելու գործընթաց է սկսել։ Տաթև Խաչատրյան, Սեյլան Անտոնյան, լուրեր։